Ուրբաթ 13 Անեծք, թե պարզապես օրացույցային օր։ Ուրբաթ 13-ի հանդեպ վախը եկել է հնուց։ Այն կապում են վերջին ընթրիքի հետ, երբ սեղանի շուրջ 13 հոգի էին, և Հիսուսը խաչվեց ուրբաթ օրը։ 1307 թվականին հենց ուրբաթ 13-ին ձերբակալվեցին հարյուրավոր ասպետներ։ Աշխարհի հյուրանոցների 80%-ից ավելին չունի 13 համարի սենյակ կամ 13-րդ հարկ։ Մարդիկ վախենում են քնել 13-րդ համարում, այն էլ ուրբաթ օրերին։ Ուրբաթ 13-ին նույնպես սատանիստները ակտիվանում են և սկսում են անիծել մարդկանց։ Իսկ ինչ էր ասում Հիսուսը. «Ով անհավատ ու մոլորյալ սերունդ, մինչև երբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև երբ պետք է ձեզ հանդուրժեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս սարին ասեք. այստեղից այնտեղ փոխադրվիր, այն կփոխադրվի, և ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։ Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։ Ուրբաթ օրը, փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին, եպիսկոպոս Էդերը ծառայողների հետ միասին կկատարեն աղոթք ընտանիքի, անեծքների քանդման և բժշկության համար։ Եթե ցանկանում ես մասնակցել աղոթքին, ապա գրանցվիր նախապես, զանգահարելով նշված հեռախոսահամարին։ Տեղերը սահմանափակ են։ Հասցեն Ազատության պողոտա 13/1։ Մի վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետև ձեր հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։